Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿ նախարարի տեղակալ Ավետիք Դարփինյանի, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ ներկա է եղել Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի մանկապարտեզի բացմանը։ Այդ մասին հայտնում են ՏԿ-նից։ Բնակավայրը վերջին 30 տարվա ընթացքում մանկապարտեզ չի ունեցել եւ այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն իր դռները բացեց բնակավայրի փոքրիկների համար։ Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, կառավարության եւ համայնքի համաֆինանսավորմամբ, ընդհանուր 180 միլիոն դրամ արժեքով։ Նախարարը շնորհավորել է ներկաներին մանկապարտեզի բացման առիթով եւ ընդգծել, որ նախակրթարանները մեր կրթական օղակի ամենակարևոր բաղադրիչներից մեկն են եւ հենց այդ պատճառով կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մանկապարտեզների շենքային պայմաններին, կահավորմանը եւ կառավարմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հրապարակել է մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթի վերամշակման եւ վաճառքի ծրագիրը, որը մնացել էր Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման պատճառով։ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Վենեսուելան կվաճառի պատժամիջոցների տակ գտնվող 30-ից 50 միլիոն բարել նավթը, որն ուղիղ կերպով կուղարկվի Միացյալ Նահանգներ, էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի կողմից անմիջապես իրականացվելիք ծրագրի համաձայն։ Այս նավթը կվաճառվի շուկայական գնով եւ ես որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ կվերահսկեմ այս գումարը ապահովելու համար, որ այն օգտագործվի Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին, ասել է Թրամփը։ Ինչպես նշում է Reuters գործակալությունը, հիմնվելով վենեսուելական նավթի վերջին գների վրա, գործարքի գումարը կարող է կազմել մինչև 1.9 միլիարդ դոլար։ Ամերիկացի պաշտոնյաները դեռ պետք է մշակեն վենեսուելական նավթի առգրավման իրավական հիմքերը, թեև ԱՄՆ-ն մեղադրել է վենեսուելական տանկերներին իրանական եւ վենեսուելական նավթի տեղափոխման ընթացքում ամերիկյան պատժամիջոցները խախտելու մեջ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել խոսելով հետվճարի միջոցով կենսաթոշակի եւ նպաստի բարձրացումների հնարավորությունների մասին։ Ինչպես գիտեք, մենք փոխել ենք հետվճարի չափը եւ հունվարի 1-ից այն կազմում է 20%, մինչեւ 10,000 դրամ, եւ դուք կարող եք ձեր թոշակն ու նպաստն ինքնուրույն այդքան բարձրացնել։ Դրա համար պարզապես պետք է Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրի կետերից առևտուրն իրականացնել անկանխիկ։ Բայց ուզում եմ խոսել մեկ ուրիշ ծրագրի մասին, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին։ Դա վերաբերում է 2% հետվճարին, որը կրկին հնարավոր է ստանալ անկանխիկ առևտրի դեպքում, բայց այս դեպքում դա հնարավոր է անել միայն առկա քարտով, մանրամասնել է նախարարը։ Ըստ Թորոսյանի, եթե կենսաթոշակառուներն ու նպաստառուներն իրենց քարտերը փոխարինեն առկայով, ապա հնարավորություն կունենան 20%-ի փոխարեն 22% հետվճար ստանալ։